երեկվա քաղաքացիական պայմանագրի հաղթանակի մասին լուրերին։ Ամենայն հասկանալի է, որ կուսակցությունները զուգահեռ հաշվարկ են կատարում, բայց կա սկզբունքային իրավական տարբերություն սեփական թվերի հիման վրա հաղթանակ կանխատեսելն ու արդեն վերջնական հաղթած ղեկավար հայտարարել, հատկապես երբ այս ֆոնին արդեն արտասահմանյան ղեկավարները շնորհավորանքներ էին տվում, դուք ասացիք, որ դա բնական երևույթ է, որ իրենք կանխատեսեն։ Եթե դա բնական երևույթ է, ապա ստացվում է, որ ներողություն կենտրոնական դրական հանձնաժողովը տեխնիկական մի կառույց է, որը լեգիտիմացնում է կուսակցությունների հայտարարությունները, եւ եթե վաղը որևէ ընդդիմադիր ուժ իր շտաբի նվիրներով, իր հաշվարկներով հայտարարի իր հաղթանակի մասին ու փողոց ցույց տա, դուք դա նույնպես կորակեք բնական երևույթ, թե կանվանեք սահմանադրական կարգի տապալման փորձ։ Հարգելի լրագրող, իսկ դուք կարող եք մեկ դեպք ասել, որ որևէ քվեարկության արդյունք է փոխվել կեղծել։ Ինչ է նշանակում այս մեղադրանքը։ Գիտեք, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները իրենք ինչ ցանկանան կհայտարարեն, այսինքն դուք ակնկալում եք, որ կենտրոնական տրական հանձնաժողովը քաղաքական գործիչներին պիտի արգելի հայտարարություններ անել, այսինքն իրենք հաշվել են եւ ըստ իրենց ձեռք բերած տվյալներով իրենք հաղթել են, մենք պիտի քաղաքական ուժին արգելենք, որ ինքը այդ մասին հայտարարի, եկեք լավ հասկանանք, ու ասենք դրա համար, չէ, ես ուրիշ բան եմ ասում, ասենք այդ ձեր հայտարարության համար դուք կենտրոնական տրական հանձնաժողովին վիավորում եք, անվանելով տեխնիկական կառույց, կարելի ասել, որ գոնե ասենք այս վերջի 3.5 տարվա մեջ կարող եք մի դեպք բերել, որ կենտրոնական տրական հանձնաժողովը ասենք որևէ արդյունք է հրապարակել եւ դա կասկածի տակ է դրվել։ Ես ասում եմ, հիմա էլ եմ ասում, ով որ կասկածի տակ է դնում, խնդրեմ, թող դիմեն վերահաշվարկի համար 12:00-ից 18:00 վաղը 9:00-ից 11:00, ոչ թե այսպես ձեր փաթեթավորմամբ մեղադրել, այլ ունեք կասկած, քաղաքական ուժերին ունի կասկած, բոլորին հորդորում եմ քաղաքական ուժերին դիմել վերահաշվարկի համար։ Չէ, հարգելի լրագրողներ, կներեք, ես եկեք մի բան ասեմ, էլի ես լրագրող եմ եղել, չի կարելի հարցով վիավորել, դա կներեք իմ լրագրողական 20 տարվա փորձով, դա լրագրողություն չի, դա քաղաքական գործունեություն է, եթե դուք ցանկանում եք քաղաքական գործունեությամբ զբաղվել, քավլիցի զբաղվեք, ես էլ որպես նախագահ կպաշտպանեմ ձեր իրավունքները, որպեսզի դուք զբաղվեք, բայց հարցի ենթատեքստով վիավորելը, կներեք, դա սխալ է, առավել ևս կառույց, որը որ կրկնում եմ 3.5 տարի, արդեն 1 տասնյակից ավել ընտրություններ են կազմակերպել, ունեցել ենք ընտրություն, որտեղ քաղաքական ուժը 16 ձայնով շեմը չի հաղթահարել, բայց չի բողոքարկվել այդ ընտրությունը, չի բողոքարկվել, դուք այս կառույցին քաղաքական դրդապատճառներով վիավորում եք, ինչի։ Պարոն Վարդանյան, ոչ թե վիավորում եմ, այլ պարզապես հարցնիչեցնում եւ դրա հետ միաժամանակ նկատենք, որ այլ է տարբերություն, երբ ինչ-որ քաղաքական ուժ է տոնում իր հաղթանակը եւ հաղթանակը տոնում է իշխող ուժը եւ սկսում են շնորհավորանքներ արդեն արտերկրի պաշտոնյաների կողմից, դա արդեն ընտրողների մոտ չէ կարծում։ Հարգելի լրագրող, ես համոզված եմ, եթե քվեարկության արդյունքները այլ լինեին, մեր քաղաքացիները այլ կերպ քվեարկացնեին, այլ քաղաքական ուժեր էին տոնելու։ Հասկանում եք, քաղաքացիները քվեարկել են, ունենք արդյունք, ըստ այդ արդյունքների մի քաղաքական ուժ հաղթել է եւ ասում ենք ինչու է այդ քաղաքական ուժը տոնել։ Դե դա ուրիշ հարց է։ վերահսկելու մեխանիզմների մասով արդյոք կհստացել են դիմում բողոքներ, թե ոչ, որովհետև խոսում են այն մասին, որպեսզի վերահսկեն այդ քվեարկությունը,
պահանջել են քաղաքացիներից դուրս բերել մյուս քվեաթերթիկներ, այսինքն թողնել մեկը, մյուսները դուրս բերել, որպեսզի ապացուցի, որ այդ բանը քվեարկել է կոնկրետ դրանին, եւ մենք ուղիղ եթերում, մեր գործընկերների ուղիղ եթերում տեսանք, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության քվեաթերթիկների մեծ մասը ծավալված է։ Ինչ ասեք այս մասը։ Որտեղ ա եղել, որտեղ ա մասում եղանեք։ Հիմա հստակ կարող եմ ուղղակի Դրա համար եմ ասում։ Սյունիքում ուրեմն քվեաթերթիկները ծավալված են գալիս, որը 16 համարի քվեաթերթիկների մասը։ Գործընկերներս այո։ Այսինքն ծայրը թե ամբողջ ինչ չէ։ Որպես նշում դե չէին կարող գիրիշոփանել, ծալել էին, դրել էին նացում, ընտրում եմ ասեք դե։ Տեսեք, բոլոր չէ։ Սկսենք վարչական ռեսուրսի վերաբերյալ, տեսեք, վարչական ռեսուրսի վերաբերյալ ես ինչ չեմ կարող ասել մինչև քվեարկության սկիզբը քանի դիմում ենք ստացել, բայց բոլոր դիմումները, որը եղել է վարչական ռեսուրսի վերաբերյալ, ասենք ինչ որ այ այստեղ կասկած կա վարչական ռեսուրս, մենք մի անգամից հասցեագրել ենք դատախազություն։ Ընտրության մասով եմ ասում, որ Չէ, ես տեսեք, հերթում, պատասխանում եմ, պատասխանում։ Ես ասեմ մինչև քվեարկություն բոլոր դիմումները մենք նույնիսկ այսպես մեր կարծիքով, որ եթե անգամ պետք է մարդկանց, չգիտեմ, օրինակ պետական ծառայող է, ինչ է, պետք է, որտեղ մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար օպերատիվ աշխատանք անել, չգիտեմ, հարցաքննել եւ այլ, մենք այդ գործիքակազմը չունենք։ Դրա համար մենք առանց վարանելու ես բոլոր նման դիմումները մի անգամից մակագրել եմ, ուղարկել եմ գլխավոր դատախազություն։ Կարող եմ ասել, որ բոլոր դեպքերում եկել է գլխավոր դատախազի պատասխանը, որ ուղարկվել է ընթացք է տրվել համապատասխան, որպեսզի ընթացք տա։ Սա դա, ինչ վերաբերում է դուրս բերելուն քվեաթերթիկ, հարգելիներս, տեսեք, մեր քվեարկության կարգը հնարավորություն է տալիս, ով քանի հատ ինչ քվեաթերթիկ ուզում է, տանեն տան, այն ով ուզել է, այդ ասում է վերցնի, չգիտեմ, կլեսնի գլխին, ինչ կանի, հասկանում եք, մեր քվեարկության կարգը հնարավորություն է տալիս ընտրողին, որ իրենց ասել են, որ քվեաթերթիկ դուրս տանի, այդ դուրս տանի, քվեախուցում է իր ուզած որ քվեաթերթիկից, որքան ուզում քվեախուցում են այդ գրպանիկում, այդ կադրում էր, որ կար այդ կինը, որ ընտրատարածքային նախագահ որում այդ քվեաթերթիկներից լեցուն է, հասկանում եք, ասում եմ, ուզել են, ինքը կարա այդ ուզածը տանի, այդ գրպանիկից վերցնի, իրեն պետք է հարգելին ես ուզում եք ասեմ, եթե քաղաքացին դա չի անում, ուրեմն սուտ է թե այդ քաղաքացին ինքը, այսպես ասեն, ճնշման ներքո է։ Կներեք էլի, եկեք ամենայն հարգանքով համակարգը քաղաքացուն հնարավորություն է տալիս լիարժեք գաղտնի քվեարկել եւ ոչ ոք չի կարող իմանալ։ Սա առաջվա այն մանը չի գրիչով քվեարկությունը չի, որ կանային դատարկ քվեաթերթիկը տային, չէ, քվեարկածը տային, ասեն դատարկը վերադարձել է եւ քաղաքացուն մնալու էր մի բան, որ չի ենթարկվելու համար, դա անվավեր դարձնել է, հիշում եք։ Այսինքն, այս դեպքում ինչ են ուզել, ինչ որ իր ստացած քվեաթերթիկներ են ուզել, քավլիցի տանի տա այդ քվեախուցում իր ուզած որ քաղաքական ուժին կցանկ այդ քվեաթերթիկից, չգիտեմ, տասնյակներով, հարյուրներով կարա լինի։ Չի կարա այդպես լինի, որովհետև չէ, տեսեք, մաքրել չի։ Այնտեղ դատարկում են, բայց անպայման օրենքի պահանջա, որպեսզի անպայման առնվազն 5 հատ մնա, այսինքն ցենց խառը, այսինքն երբեք ամբողջությամբ չի դատարկվում։ Այսինքն երբ որ հանձնաժողովականները, այսինքն նախագահները սովորաբար կամ քարտուղարը ինքը պարկը ձեռքին գնում է դատարկելու, ինքը ամբողջությամբ չի դատարկում, կարա կադրերում էլ դա կա, ուշադրություն դարձնեք, որ ինքը ասենց ձեռքով ինչ որ տրցակ վերցնում գնում է, այսինքն չի ջանք կիրառում, որ ամբողջ մաքրի, դա ուղղակի տեղ են ազատում, որ հնարավորություն ունեն մեր ընտրողները էլի Ծալվածի մասով պիտի ուսումնասիրենք հասկանանք, որտեվ ես կրկնում եմ, ասում եք մի բան, որ ես առաջին անգամ եմ լսում, պիտի հասկանանք ինչ է։ Չէ, լուրջ եմ ասում։ Ազատություն ռադիոկայանի